Բարի երեկո Դավիթ ջան, ողջույններս Ողջույն, քեզ։ ողջույն, ողջույն Սևակ ջան։ Շատ ուրախ եմ կրկին անգամ հանդիպել քեզ հետ հետաքրքիր թեմաներով եւ հուսով եմ, որ այս անգամային, ինչպես մնացած անգամները, հետաքրքիր կանցնի։ Եվ ցանկանում եմ նաև ողջույնների հետ միասին ժամանակ չկորցնել, անդրադառնալ մի հատ հետաքրքիր հարցադրման, հարցը վերաբերվում է հրեշտակներին, մեզ հարցնում են հրեշտակների գոյության մասին, իհարկե մենք էլ գիտենք, որ մեզ անտեսանելի աշխարհ գոյություն ունի, ինչը որ մենք չենք տեսնում, բայց մենք իրենց կողմից երևում ենք։ Ուղղակի մարդիկ հարցնում են, թե արդյոք գոյություն ունեն հրեշտակներ եւ արդյոք նրանք մեզ օգնում են, նրանք մեզ հետ են եւ ամեն մարդ, որ ծնվում է այս երկիր մոլորակի վրա, արդյոք ունի իր պահապան հրեշտակը, օգնող, ուղղորդող հրեշտակը։ Ну, կարճի մեջ երևի կցանկանանք սրանն անդրադառնանք, Դավիթ ջան, քո տեսակետն էլ ինձ թվում է հետաքրքիր կլինի։ Այնպես որ փորձենք փոքր-ինչ այս թեմային անդրադառնալ։ Ընթրեմ։ Փորձենք, ինչ վերաբերում է հրեշտակներ գոյություն ունեն, թե չունեն, այո, կան, իհարկե կան նման ուժեր, որոնք կոչվում են հրեշտակ։ Մի բան գիտեմ, որ մենք բոլորս զգում ենք, հավատանք, չհավատանք, բայց զգում ենք, որ որոշակի ուժեր կան, որ շատ անգամ որոշակի խնդիրների կամ փորձանքներից օգնում է, որ դուրս գանք, թե հիմա դրանց կասեն հրեշտակներ, պահապան հրեշտակներ, աստվածային ուժեր կամ Աստծո ձեռքը այդ ամենը արեց, ով ոնց կամենա թող այդպես էլ կարծի։ Դա էական չի իմ համար ավելի էական է ճանաչել տիեզերքը որպես մի մարմին, որի մի մասնիկն ենք նաև մենք։ Իսկ ինչ վերաբերում է նաև նրան, թե կան նմանատիպ էակներ կոնկրետ թե չէ, դա ոչ մի օգտակար ինչ-որ մի բան չի տալու մեր ինքնաճանաչման, մեր առաջընթացի համար։ Ընդամենը մնալու է որպես մի ինֆորմացիա, որ որևէ մի մահկանացու անձինս ինձ կամ քեզ կամ մյուսի ասելու է, որ կա կամ չկա։ Այսպես կուզեմ պատասխանած լինեմ զուտ հարցը բարձրացնողի համար, հուշելով, որ ավելի կարևոր բաներ կան մեր կյանքում, որ կարելի է դա ճանաչել, մինչ հասնելու համար այն գիտակցության, որ ոչ թե իմանանք հրեշտակ կա թե չկա, այլ ի վիճակի դառնանք տեսնելու այդ բոլոր էակներին։ Քանի մենք ի վիճակի չենք տեսնելու նման էակներին, չենք հասել այդ մակարդակին, հա, որ տեսնենք այդ էակներին, իմաստ չունի էլ մտածել այդ մասին, ընկալել էր ասածս։ Իսկ եթե որևէ մեկն էլ տեսել է կամ շփվում է տվյալ էակների հետ, իրական մարդ, ով որ իրոք շփվում է, հավատացնում եմ, որ ինքը ձեր ուզած ձևով երբեք չի ասի այդ մասին, եւ ով հասնում է միայն իրան է տրվում այդ տեսնելու, ճանաչելու եւ նման էակների ներկայությունը վայելելու։ Այնպես որ հարցի պատասխան անձամբ ինքս փորձեմ այս ձևաչափի մեջ տալ, իմ տեսանկյունը ասելով, որ պետք է մարդ ինքը հասնի այն բարձրության, լուծելով առաջնային որոշակի շատ ավելի ինքնաճանաչման դաշտի խնդիրներ, որպեսզի բացվի իր աչքերը եւ կարողանա տեսնել արդեն իր պահապանները հրեշտակներ են, դևեր են, աստվածային որոշակի այլ ուժեր են, թե ինչեր են։ Կարծում եմ շատ բարդ չհապատասխանած, փորձեմ այս ձևով սահմանափակվել այս հարցի շուրջ։ Լավ։ Շնորհակալ եմ Դավիթ ջան։ Սևակ ջան, ավելի կարճ կոնկրետ պատասխան իհարկե կլներ հա, այո կամ ոչ, բայց չգիտեմ ինչ կտա դա հարց տվողին, դրա համար փորձեցի այդ կոնտեքստի մեջ իմ կարծիքը արտահայտել, որ հնարավորինս օգտակար լինի դիմացինին։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, այո։ Ինչևէ, հիմա ես մի փոքր անցում կցանկանամ կատարել մեր ավանդույթների մասին, ինչ ասել է ավանդույթ, իրոք մարգարիտներ, որոնք ժամանակի վրիպումից դուրս են եւ ժամանակը դրանց վրա ազդեցություն չունի, նրանք գոյություն ունեն, պատահական չի, որ ունեցել ենք այնպիսի
մարդիկ, ովքեր դրանք ավանդել են, հենց ավանդ բառը շատ հենց գեղեցիկ է, որ ավանդեցին, կտակեցին, հա, խոսքը կտակարանի մասին չի բնավ, ինչը որ տենց դրա ավանդակ քողարկվեց շատ բաներ, բայց ինչևէ մեր պապերը եւ մեր քաղաքակրթությունը շատ գեղեցիկ, հրաշալի ոսկիներ ունի, հոգևոր մեծ փոխանցած ավանդած, ինչը չեմ ցանկանա, որ այս արտի ժամանակահատվածում դա ոտքերի տակ առնվի եւ գնա դեպի ջուրը։ Այդ մասին կցանկանանք խոսել աշխատող գործիքներից, այն բաների մասին, որոնք ներկա պահին կան եւ գործում են եւ դրանք ժամանակի ազդեցությունից դուրս են։ Խնդրեմ սիրով կլսեմ քեզ Դավիթ ջան։ Ավանդույթ բառի մասին է խոսքը, որոնք հերքվում են այսօր, քանի որ բոլորը ինչ որ ապրում են այստեղ եւ հիմա կարգավիճակով, քանի որ տեզերքում ամեն ինչ էներգիա է, մենք ենք ստեղծում մեր իրականությունը, մեր համոզմունքներով, մեր մտքերով, ինչի նշանակություն տանք աշխատի, ինչին չտանք չի աշխատի, մի խոսքով մենք անարիչներ ենք, հա, դեմ չեմ, բայց ինչ որ սա լուրջ արտահայտություն է, դեռ արծիվ չդառած, կատուցը փորձես նկատել հայլու մեջ, բայց կարելի է մի հատ հասկանալ ինչի մասին է խոսքը, դրա համար էլ ես սիրում եմ, որ ամեն ինչը չափի մեջ լինի, այլ ոչ թե փափուկ բարձր եւ զմերուկներ դրվեն մարդկանց գլխի եւ թևերի տակ։ Այդ իսկ պատճառով սիրով կցանկանամ քո տեսակետն լսենք եւ բոլորս լսենք նաեւ քո կարծիքը այս մասին, Դավիթ ջան։ Խնդրեմ, եթե չեմ սխալվում, հանդիպումներից մեկում եւս նման հարցի փոքրիկ անդրադարձրենք վերջի ասածների հետ կապված, ինչ վերաբերում է վերջին հարցադրմանը, միանշանակ չի կարելի ասել, որ իմ տեսանկյունն սա, կարող են այսպես ընդունել բոլորը, բայց կարծում եմ չի կարելի միանշանակ ասել, որ ինչպես մենք ցանկանում ենք, կարծել մեր աշխարհը այնպես էլ կարա ստեղծվի, կամ մենք ենք մեր աշխարհի ստեղծողը, այդ դեպքում ինքս հարց կարող եմ տալ, ելուր մնաց առողջականությունը, կամ ինքներս արարիչներ ենք, խնդիրը ինչու՞մ է, նայ, եթե այդպես է, թող մեկը բարձրաձայնի, ասի, որ ինքը ցանկանում է պատերազմ, ինքը ցանկանում է որդիա կորուս մայրեր տեսնել, ինքը ցանկանում է այս զոհերն ու այս աղետները, իհարկե ոչ մեկ չի ցանկանում, եւ բոլորը ում հարցնես, բոլորը ավելի շատ ցանկանում են տեսնել արևոտ, լուսավոր կյանք, սեր, խաղաղություն, բա ինչու է հակառակը տեղի ունենում։ Դրա համար միանշանակ չի կարելի ասել, որովհետև ինչ գոյություն ունի նյութական աշխարհ, որը ունի իր օրենքները, իսկ մենք ապրում ենք նյութական աշխարհում։ Իսկ նյութական աշխարհը ինքը մահկանացու աշխարհ է, իսկ դա բնության տիեզերքի ստեղծած օրենքներից է, նյութը ինքը վերջ ի վերջո մահանում է եւ հենց դրանով է տարբերվում հոգեվոր աշխարհի։ Իսկ մահվան համար պետք է որոշակի բաներ նպաստեն, այն բոլոր ինչ թվարկեցի, թե պատերազմները, թե աղետները, թե նմանատիպ որոշակի ցավալի երևույթները թվացial, ինչ-որ առումով էլ, դրանք բոլորը նպաստում են համապատասխան մահերի, որտեղ նյութական աշխարհն է պահանջում, բայց դա մեծ ցավ է պատճառում։ Իսկ եթե մենք ենք աստվածները կամ արիշները, ինչպես ամենուր հիմա եթերները լցված են գաղափարախոսությամբ, այդ դեպքում ինչի ենք թույլ տալիս այս ամենը։ Դրա համար միանշանակ չի կարելի ասել, այո, իհարկե մենք կարող ենք ստեղծել մեր իսկ դրախտը կամ դժողքը, բայց մեր անձին համար ինչ կնշանակի դա, կնշանակի, որ մենք եկել ենք որոշակի ճակատագրով կամ քարմայով այս աշխարհ, մենք պետք է այդ հարցերը լուծենք, ինչպես խոսել ենք, պարտք ու պահանջները լուծենք, որից հետո նոր կարողանանք, այսինքն թույլտվություն գուցե կստանանք արդեն մի ավելի ուրիշ շերտում գործելու կամ ավելի բարձր գիտակցությամբ գործելու։ Եվ այդ
տարբեր ծնոտների հերթականությունից հետո գուցե կգա արդեն այն ժամանակը, երբ ինքներս նույնիսկ կորոշենք, երբ ծնվենք, երբ մահանանք, եւ դա էլ վերջնական կետը չի, իսկ վերջնական կետը դա առաջին առաջական լույսի մի մաս լինելը եւ միանալն այդ ընդհանուր առաջական լույսին։ Իհարկե, մեր քայլերի տերն ենք մենք, ինքներս ենք որոշում այս ուղղությամբ գնանք դեպի կործանում, թե այս ուղղությամբ գնանք դեպի լույս։ Մերն է որոշումը։ Հիմնական դեպի կործանում տանող ճանապարհի դրված սնունդը, գործիքները եւ ամեն ինչ գայթակղի ձևով է ներկայացված եւ մենք գնանք այդ գայթակղությունների ուղղությամբ։ Մենք ենք որոշում ինչ ուղղությամբ քայլենք, բայց ոչ թե մենք ենք աստվածներն ու արիշները եւ ինչ ուզենք նա էլ կլինի։ Այստեղ շատ նուրբ է դաշտը, որովհետեւ ասվում է այդ խոսքը, բայց պետք է շեշտել, որ խոսքը գնում է մեր իսկ քայլերի մասին, որը մեր իսկ առաջընթացի կամ հետընթացի ուղղությունն է ապահովում, որից նաև որոշակի առումով, այո, կախված է մեր շրջապատը, շրջապատող աշխարհը իր ամեն ինչով։ Կարծում եմ շատ կարևոր դեր ունի խոսքի ճիշտ ասել, գուցե ինքս էլ ճիշտ չեմ կարողանում ասել, լսողները կասեն, բայց խոսքի մեջ ճիշտ բառը ճիշտ տեղում ասելն է կարևոր։ Գուցե ոչ գրագետ, բայց բառի բացակայությունը կամ շատ տարբեր համեմված բառերի ներկայությունը դիմացինի համար, ում ասում ենք այդ ամենը, անհասկանալի կարա լինի կամ վնասող լինի։ Ինչի եմ այսքան այս ուղղությամբ տանում, որովհետև անձամբ ինքս շատ եմ լսել բանավիճելու կամ զրույցների կամ կողքից լսելով, որ շատերը որոշակի եթերներ լսելուց հետո իրենց Աստված են ձևացնում։ Այդ նմանատիպ խոսքով խոսող մարդկանց, երբ որ երկու հարց ես տալիս, հասկանես, որ կրոնը չեն սերտել իրանք, բայց արդեն իրանք իրանց չեն տարբերակում ոչ մի այլ բարձրալ ուժերից։ Ուղղակի անգիրհարած շուրման են գալիս, դա արդեն վտանգավոր է։ Մենք պետք է չմոռանանք, որ գտնվում ենք նյութական մարմնի ներսում եւ այդ նյութական մարմնի պահանջները իր ամբողջ խնդիրներով պետք է հաշվի առնենք։ Այո, մենք ոչ թե աստվածներ ենք, պոտենցիալ, այլ ավելի բարձր էակներ, պոտենցիալ Քրիստոսներ ենք, բայց լինելու համար ճանապարհ է պետք գնալ, ու ոչ ավելի հեշտ, քան գնաց Հիսուսը, որ հենց ամենաբարձր գիտակցությամբ ծնված էակ է։ Եթե Հիսուսը մինչ Քրիստոսանալը գնաց համապատասխան դժվար ու տանջալից ճանապարհով ցույց տալով լույսին միանալու ճանապարհի ձևերը ամբողջ, կանգնել ասել մենք աստվածներ ենք, մենք ենք ցանկանում ոնց լինի մեր շրջապատող աշխարհը, մի քիչ առողջ չեմ համարում, ասեք, խնդիր չկա։ Սա այս վերջին քո բարձրացած հարցի շուրջ, որը նաև կապ ունի առաջին մասի հետ, ավանդույթների հետ, որովհետև ինչ է նշանակում, ոնց որ դու ասեցիր, հա, ավանդույթ, ավանդած, հա, որոշակի գիտելիքներ, տվյալ դեպքում, գիտելիքներ լինում են նաև խոսքի տեսքով։ Եթե այսպես գնաց, մի քանի սերունդ հետո մարդիկ, ոնց որ հիմա շատ ավանդույթներ կուրորեն առանց հասկանալու են արվում, լրիվ իրանք Աստծո տեղ դնելով բառի տեսքով մենակ, ման են գալու, մահացած աստվածների ամբոխ է լինելու ստեղ, ոչ ավելի, չգիտակցելով, որտեվ այս այժմ ժամանակաշրջանում որոշ մարդկանց միջոցով բան է ավանդվում, իսկ որպես կանոն նյութական դաշտում միշտ ամենաթեթև, ամենապրիմիտիվ գաղափարները, երաժշտությունը, դրանք ավելի շուտ են տարածվում։ Պատճառ կա դրա համար, նույն այն ռաբիսկ կոչված երաժշտությունը, չէ՞։ Ցանկացած լեզվի մեջ կան այդ մակերեսային երաժշտության տեսակները, ես ոչ մի բանի դեմ չեմ, բայց շատ ավելի
շատ ինչ-որ հեշտ մարսվող ու չել մարսվում է, ինքը մարսվող է չի, շատ մակերեսային մի բան է, որը անհասկանալի է, չես կարող իրականում իրեն տեղավորես երաժշտություն գաղափարի մեջ, բայց կա ու աշխարհում ինքը առաջնային տեղ է հիմա գրավում։ Ինչի համար է դա այդպես ու շատ դարեր եղել է միշտել, որտեղ նյութական մարմինը լինելով մահկանացու, ինքը համարում է, որ ժամանակ չունի ավելի բարդ բաներ ընկալելու։ Եվ առաջնային միշտ հեշտ թեթև բաներն է փորձում վերցնի։ Երբ որ այդ վախի ընկալումը հանում ես եւ հասկանում ես, որ կա ավելի տիեզերական, ավելի խորքային, ճանաչողական, թե երաժշտություն, թե գիտելիք, թե բան, այդ ժամանակ նոր գիտակցում ես ավելի լավ մի բան միջև վերջ հասկանամ ընկալեմ, քան անընդհատ շատ էգոիստի պես վերցնեմ ու ոչինչ չճանաչեմ։ Ավանդույթները նման ձևով են հասել մեզ եւ նման ձևով էլ շուտ շարունակվում են, ավանդույթները հիմա մեր ժամանակներում դարձել է ընդամենը ծանր աշխատանքներից մի փոքր հանգստանալու միջոց, որովհետեւ բոլորս լավ գիտենք մի փոքր հաց աշխատելու համար ամբողջ 24 ժամ, եթե շատ-շատերը, հա լավ 8 ժամից պլյուս մինչև 24 ժամ աշխատում են մարդիկ, այսինքն ամբողջ էներգիան կորցնում են եւ ամենահրկման են գալիս, որ մի փոքր հանգստանան, շուտով մոտ են մանմանորյա տոները, Սուրբ Ծնունդի տոները ու տենց հենց գալիս է այդ օրերը, որը պետքա իբրև ավանդույթ նշենք, մենք ավելի ուրախանում ենք, որովհետև հանգստյան օրեր են դրանք լինելու եւ էլ չենք մտածում ավանդույթը ոնց է պետք նշել, եղա պետք նշել, իսկ ավանդույթ նշելը առաջին հերթին ոչ թե ուղղակի հաճելի ժամանց է, այլ կոնկրետ ծիսակատարություններ են եղել, որի համար ավելի շատ պետք է աշխատես, քան աշխատավայրում, բայց մենք պատրաստ չենք այդ աշխատելու, մենք ուզում ենք նստենք, մենք ուտենք, ավելի ծանրանանք ու վերջ։ Եթե դրան ենք ասում ավանդույթ, ոչ դրանք ավանդույթի հետ կապ չունեն։ Ինչ վերաբերում է ավանդույթ իրական ավանդույթ հասկացողությանը, ինչպես ասպես կրկնեմ, ավանդույթ նշանակում է ավանդված, հա, կտակված, մեզ կտակված մեր պապերի, մեր ակունքների կողմից որոշակի ծիսակատարություններ, ծեսը եւ ծեսը ավանդվել է մեզ։ Մենք ծեսերը պիտի ճիշտ կարողանանք ճանաչել։ Մեզ ավանդվել են շատ ծեսեր, բայց չգիտենք այդ ծեսերը երբ են արվել, ինչի են արվել, կամ ինչ ձևով պետք է արվեն։ Իհարկե, այդ ծեսերն էլ պետք է հասկանանք, որ ժամանակների ընթացքում տարբեր ծիսակատարություններ են առաջանում, բայց եթե ավելի ակունքները գնանք, որոշակի ծիսակատարություններ փորձենք ճանաչել, կհասկանանք, որ այդ ամենը ունի կոնկրետ հիմքեր, որոնք պետք է մաքրենք, զտենք մեզ հասած ձևերը, մաքրենք, զտնենք եւ փորձենք ճանաչենք, որն է պատճառը տվյալ ծեսի, այսինքն որ հավատալիքի, որ աստվածության նեղուված, որ ուժերին կանչելու կամ ինչ-որ բան խնդրելու համար է ուղղված տվյալ ծեսը, նոր կատարել, հակառակ դեպքում առանց իմանալու, ուղղակի իմ տեսանկյունն եմ ասում, վտանգավոր անելու։ Ինչ վերաբերում է ծիսակատարությունների, ինչպես ասվեց, ծեսերը պետք է հասկանանք, ում են ուղղված, ինչի համար են ուղղված, շատ հետաքրքիր մի հատ բան կա, եթե մենք հիմա քրիստոնեական դարաշրջանում ենք, մի աստվածության պաշտամունքի մեջ ենք, բոլորս մեր հետևորդները, եթե պետք է ասեմ, որ մենք քրիստոնյա ենք եւ վերջ, այդ դեպքում այդ ծեսերը արդյոք պետք են, եթե այդ ծեսը եկել է օրինակ բազմաստվածության շրջանից։ Չնայած ասեմ, որ շատ բան չի փոխվել քրիստոնեության դարաշրջան մտնելով, մենք էլի բազմաստվածության գաղափարախոսությունների կրողներ ենք, անգիտակցաբար ուղղակի, որ նույն կրակապաշտություն գաղափարը քրիստոնեության մեջ էլ կա, էլի չգիտակցված եւ մենք ինքներս նաեւ մերժում ենք այդ գաղափարը բազմաստվածության, բայց անում ենք որոշակի չգիտակցված գործողություններ։ Սովորական օրինակը բերեմ նույն մոմավառությունը,
որը հենց կրակի հետ է կապված, ինչքան էլ ինչ-որ մտքեր դնեն, որ թելը, մոմը և կրակը Սուրբ Երրորդությունն է և այլ, բայց կրակի ծեսի հետ է կապված և սա կրակապաշտություն կամ արևապաշտությունը ամենևին չի նշանակում, որ մարդիկ արև են պաշտել, ուղղակի արևի լույսը որպես անմար լույսի աղբյուր, դա համարվել է արարչականի խորհրդանիշ և ըստ այնմ որպես խորհրդանիշ արևի լույսի կողմ են նայել և արևին աղոթք են ուղղել և չմոռանաք քրիստոնեության աղոթքի ժամանակ էլ դեպի արևածագի կողմ են շրջվում, նոր են աղոթք անում դեպի արևը նորից, պես որ շատ բան չի փոխվել, ընդամենը անուններն են փոխվել, բայց շատ կարևոր կլինի այդ ամենը արվի գիտակցաբար։ Հրեշտակներից երբ որ խոսք գնաց, ասեմ, որ նույն հրեշտակները, հրեշտակապետը, բոլոր դրանք աստվածային էակներ են, աստվածներ են, մեկ ավելի բարձր, մեկ ավելի ցածր, գուցե եթե հիերարխիայով ենք նայում, վերջիվերջո եղավ բազմաստվածություն, թե չէ, որտեղ նույն բազմաստվածության գաղափարի մեջ էլ բարձրագույն աստվածություն կար և կային ավելի ցածր տեղում գտնվող աստվածներ, որը քրիստոնեական դաշտում ասվում է հրեշտակապետեր, հրեշտակներ և այլն։ Այնպես որ ինչ-որ մեծ բան չի փոխվել։ Ինչ վերաբերում է ծեսերին կամ ավանդույթ գաղափարին, որ կան ծիսակատարություններ, որոնք ավանդույթի տեսքով փոխանցվել են մեզ, մենք անում ենք, բայց շատ կարևոր է ոչ թե մերժել կամ կուրորեն անել այդ, որտեղ մեր ժամանակներում արվում է երկու ձևով, ոնց որ դու խոսքիդ մեջ ասում ես, կամ անում ենք կուրորեն, չհասկանալով, ընդամենը ավանդույթը կամ տվյալ ծիսակատարությունը ընդունելը որպես հանգստյան օր և վերջ, ուտել, խմել, քեֆ անել ու թողել գնալու մեր աշխատանքին, և մի մասը ասում են, որ այդ ամեն ինչը կեղծ է արդեն մեր համար չի և այլն։ Պատճառը երկրորդ դեպքում պատճառ ունի, պատճառը նրանից է, որ առաջին դեպքում այնքան են մարդիկ անում այդ ծիսակատարությունները չգիտակցված, որ հոգնում են, որովհետև մարդը ինքը ուզում է ինչ անում է, իմաստը իմանալ, բայց չգիտակցելով պատճառը, իրանք հոգնում են և սկսում են արդեն այլ բան անել, ասելով, որ մեզ պետք չեն այդ ավանդույթները։ Լավ, խնդիր չկա, եթե պետք չեն, ինչի համար պետք չեն, եթե պետք են, ինչի համար է պետք, դա է շատ կարևոր։ Մեզ փոխանցված այդ բոլոր ծիսակատարությունները, նաև երկերաշտությունը, պետք է հասկանանք որ ժամանակից եկել, որ ավելի հին ակունքում է գտնվում և որը ինչ-որ ձևափոխություններով է հասել մեզ, դա շատ կարևոր է, որովհետև որը որ հին ակունքում է գտնվում, դա պետք է համեմատել այն նույն մեզ փոխանցված կտակի տեսքով փոխանցված տան հետ, տան հիմքի հետ, որի վրա կառուցված է և ամենուր, ամեն սերունդ կարող է նոր հարկ ավելացնել կամ ներսի վերանորոգում անել, իսկ ընթացքում նոր ավելի ժամանակներում որոշակի խնդիրներից ելնելով ձևավորված որոշակի ավանդույթները կարելի է համեմատել այդ վերանորոգումների հետ, որը պարբերաբար կարելի է փոխել, բայց երիքը ձեռք տվեցիր կամ անընդհատ կայունության մեջ չպահեցիր հիմքը, իհարկե դու չես ունենա տուն, որում կարելի է ապրել, ամբողջ տունը կքանդվի մարդու գլխին, այսինքն պետք է այդ ավանդույթի հիմքը ճանաչել, իսկ հիմքը ամուր պահելու համար պետք է անընդհատ ճանաչես որ մասն է խարխլվում և ամրացնես դա, իսկ հիմքի ամրությունը պահպանվում է ճանաչելով տվյալ ավանդույթը, տվյալ ավանդույթի պատճառն ու հիմքը և այդ ժամանակ այդ ծիսակատարությունը, որը պետք է արվի, հաստատ իր էներգետիկ դաշտը կապահովի մեր համար։ Մենք այս օրն ենք հասել որպես հնագույն ազգ, որովհետև այդ ամենը մոռացության ենք տվել։ Օրինակ, մենք ունենք պարեր, որն է օրինակս, հարսանիքի ժամանակ չի կարելի պարել Յարխուշտա, որովհետև օրինակ Յարխուշտան ռազմապար է և ճիշտ պարելու դեպքում դու ռազմի աստվածներին, ռազմի էներգիա ես կանչում և եթե հարսանիքի ժամանակ ձեզ կրտուկ առաջանա, պատահական չի,
Մենք ունեցել ենք նույն պարերում հարսանիքի համար հարսի պար գոյություն։ Հարսի պարին ժամանակ հաստատ հարսի կամ պարն ու նվագը փեսու համար չեն նվագի, չէ, դա հարսի համար է նախատեսած, որովհետև այդ երաժշտությունն իր համապատասխան վիբրացիան, էներգիան։ Մեր ավանդույթները հենց փոխանցվել են երկու երաժշտությամբ, ճիշտ է, բայց դրանք իրենց տեղում պետք է լինեն։ Պարզօրինակս նրա համար էր, որ նույնիսկ այդ ավանդույթի ժամանակ նույնիսկ երաժշտությունը, խոսքերը, ամեն մի շարժումը պետք է ճիշտ տեղում լինի։ Կարա հաճելի ժամանց տեղի ունենա ու վերջ, բայց այդ էներգետիկան ճիշտ չի լինի։ Դա նման կլինի, որ մարդուն տանում են օրինակ մկրտման, բայց հարսանիքի ծես կատարի, հոգևորականի չի լինի այդպես բան, չէ։ Այդքան խառնված է հիմա մեր օրերում այդ ամեն ինչը։ Նայ սովորական մի բան, էլի մակերեսային օրինակ բերեմ, բայց շատ խնդրահարույց օրինակ, նոր հիշեցի, օրինակս որն է, մի երգ կա, երևի լսած կլինենք, մանավանդ 90-ականներից շատ տարածվեց այդ երգերը, ֆիդայական երգերը, այդ երգերից մեկը սա էր, հայ ֆիդայիններ, ջան ֆիդայիններ, ձեր մայրերը ձեզ qurban, հա, մշո սուրբ տան սուրբ կարապետ թող լինեն ձեզ պահապան։ Այդ երգը մշո այս հատվածը մշո սուրբ տան սուրբ կարապետ թող լինեն ձեզ պահապան, թե ինչ որ մեկի սխալ ասելուց, սխալ ընկալելուց, թե ոնց տարածվել էր մեր բոլորս մեջ մշո սուրբ տան խոսքի փոխարեն մշո սուլթան էին երգում։ Նույնիսկ ինքս մի անգամ գրառումով դիմեցի երգողներից մի հրաշալի խումբ կար, շատ լավն են, չեմ ուզում ամոթամ, այսինքն սխալ եկել ես հատկատարում, իրանք փորձեցին ապահովեն նույն Անդրանիկ Փաշա գաղափարը, որ խի ասվել կամ բան, բայց չմոռանը, որ նույն Անդրանիկ Զորավարին Փաշա ունդել են թուրքերը, որտեղ թուրքերենով Զորավարը Փաշա է կոչվում, իրանք չէին ասելու հայերեն բառով Զորավար, ասում էին Անդրանիկ Փաշա, եւ մեր շատ երգերում օրինակ կա Բերկաս գերեզմանից Անդրանիկ Փաշա, չեն կա, այսինքն մենք Անդրանիկին ասում ենք էլ թուրքի դեմ կռիվ, բայց թուրքերեն կոչում թուրքերեն բառով ենք դիմում Անդրանիկի անվանը, ոչ թե ասենք Զորավար Անդրանիկ, ասում ենք Անդրանիկ Փաշա, ավան այս ամենամեծ մոտ օրինակներով եմ բերում, որը էլի ավանդույթ դարձած փոխանցվել է, չէ՞, ինչը փոխանցվում է, դա ավանդույթ է։ Իհարկե շատ ուրախացել եմ վերջերս YouTube-ում այդ հայ ֆիդայիններ երգը տեսնելուց հասկացա, որ Telegram-ներս էլ որոշակի տեղերում ազդեց, թե ինչ չգիտեմ, որ արդեն հիմա հիմնականում գուցե հեռացված է, որտեղ դժվարությամբ մի երկու օրինակ գտա, հիմա վերջად երգում են մշո սուրբ տան սուրբ կարապետ, ոչ թե մշո սուլթան սուրբ կարապետ։ Այն նման ձևով պետքա մաքրվի։ Ես թուրքերեն լեզվին էլ դեմ չեմ, բայց դա մերը չի։ Մենք պետք է կարողանանք մեր ամենամեծ ավանդույթը, որը պետքա պահենք, շատ կարևոր է պահել տեսակի պահպանման ավանդույթ, որտեղ ցանկացած ծիսակատարության հիմքում ընկած է հենց տեսակը պահելու գաղափարը։ Ոչ մի մուսուլման մեր ծեսերը չի անում, բայց մենք կամ ոչ մի, չգիտեմ, եվրոպացի մեր ծեսերը մերն է, չէ՞, բայց մենք բերում ենք մերներս հելոին ենք անում։ Շատերը ասում են սատանիստական է, շատերը ասում են եսի միջական է։ Հարցը ինչ, հելոին էլ իր գաղափարը ունի, իր հիմքը ունի, իր տեղում ինքը ճիշտ է, բայց մեզ պետք չի դա։ Մենք մեր ասկի չենք ուտում։ Սա է ամենակարևոր ավանդույթը, որը պետքա պահվի այն գաղափարը, որ բոլոր այդ ծեսերն ու ավանդույթները ունեցել են այդ մի գաղափարը, պահել տեսակ։ Շատ լավ, Դավիթ ջան, շնորհակալ եմ։ Ես պես անցած անգամ պետք է խոսանք, երբեմն որ լինում է Հիսուսից մեջ բերումներ, կան մի երկու կին ու որոշները, որը ասում են ինչու եք այդ ջհուդ Հիսուսի անունը տալին, ինչ կապ ունի մազգի հետ, ինչ եք իր խոսքերը բերում, ես ինչ նոր սեկտա է, ջհուդ Հիսուսը դե գնացել է հрьяաներին ասել, հрьяաների հետ գործ ունել, ինչ կապ ունի մազգի հետ, միշտեր չհասկանալով Հիսուս իրական, ասենք, կերպարը տեղ հայտնվելու եւ այդ ապելությունը, եթե իրանք կարծում են, որ այսքան սպանություններ, ասում են Հիսուսից ծնվելով եղավ, Հերովդեսը 3000 երեխաների սպանեց, առաքյալները գնացին կորսվեցին, ինչ եկել է, արյունը հետը բերել է։
Մեզ ինչ պետք է այդ Հիսուսը։ Ինչ եք ընկել Հիսուսի հետևից։ Մենք մերը թողած, մեր ազգայինը թողած, քրիստոնեությունը բայց Աստծո արդարությունով է, ուր է, որ այդ Հիսուսին թողեց, իր գալուստով այսքան զոհեր գնացին։ 3000 եւ այլն։ Սևակյան, Իրանք մեղադրական են դնում այդ Հիսուսի առաջ, որը հրեական է, ջհուդական է եւ ինչ կապ ունի մեր ազգի հետ։ Սրա մասին էր խոսքը։ Սևակյան, դա էլի Հիսուսի գաղափարը, Հիսուս քրիստոնեություն գաղափարը, հա, կամ Հիսուսին կերպարին ճանաչողությունը եւս ավանդաբար փոխանցվել է մեզ, դա էլ կարող ենք ասել ավանդույթ, իր հին ծեսերը, որը հետո փոխվեցին քրիստոնեական ավանդակ, փորձեցին ներկայացվեն, ինչի համար եմ սա ասում, որտեղ դեռ ավանդույթի գաղափարախոսության մեջ ենք, էլի այս քո տված հարցերը, եւ խնդիրը որն է, որ քննադատողները միշտ եղել են կամ ու լինելու են։ Ես դեմ չեմ ոչ մի քննադատանքի, բայց պետք է քննադատողը մի անգամ գոնե գիրք կարդացած լինի հենց Հիսուսի մասին, կամ մեր էպոսը, կամ գոնե դրա կրողը լինի։ Գոնե մի անգամ կարդալ երիքա, որ նույն Հիսուսի խոսքը այնտեղ հիշի, որ Հիսուսն ասում է, ես չեկա առողջների, այլ եկա հիվանդների համար։ Բժիշկը հիվանդներին է պետք։ Դա արդեն ցույց է տալիս, որ ինքը որպես բժիշկ էր հրեաների մեջ, այսինքն ինքը հրեա չէր։ Թեկուզ եւ ծնված է ազգի մեջ, բայց ինքը հրեա չէր։ Ընդամենը փոքրիկ դրվագներ կան, որ ճանաչելուց հետո կարելի է նման քննադատություններ չանել, բայց նույն եթե Հիսուսին հենց իր օրոք են քննադատում, Սևակյան, բա հիմա ինչ անեն 2000 տարի հետո, չքննադատելը նույնիսկ կլիներ մի քիչ անսովոր։ Ահա, խնդիր չկա, իհարկե, ջհուդների չբարձրացնել, հայերին ոչ մեկին որ բարձրացնել, ոչ իջացնելու խնդիր կա։ Մենք ենք մեզ իջացնում մեր անգրագիտության շնորհիվ։ Կարելի է թե հրեաներից սովորել, թե կողքի ազգերից սովորել, նույն հակառակորդ կոչված ազգից բաներ կան սովորելու։ Հիմա օրինակ կբերեմ, կասեմ ինչ է։ Այնպես որ քննադատակները նորմալ են, բայց եթե առողջ քննադատություն է։ Ինչ վերաբերում է ինչ օրինակ կբերեմ, ասեմ, որոշ տեղերում եմ եղել, որոշակի ազգերի հետ ինչ շփումներ որ ունեցել եմ, մի բան հասկացա։ Ամբողջ բոլոր ռուսները խոսում են ռուսերեն։ Շատերը գիտեն շատ լեզուներ, բայց խոսում են ռուսերեն բոլորը, անխտիր։ Վրացիները, մեր կողքի հարևան, խոսում են վրացերեն։ Չկա մեկ ասի, ես ռուսական դպրոց եմ ավարտել, ես վրացերեն չգիտեմ։ Ադրբեջանցիները խոսում են ադրբեջաներեն, պարսիկները պարսկերեն։ Բայց ցավոք սրտի մեր Հայաստանում ամենահին ազգերից մեկը լինելով եւ աշխարհում մեր ինքնուրույն լեզուն ունենալով շատ ընտանիքներ միջև հիմա խոսում են ռուսերեն արդարանալով, որ մենք ռուսական կրթություն ունենք։ Խոսում են անգլերեն նոր մոդայից ելնելով։ Տեսնում երիտասարդ, հա, եթե խոսակցությունը նրա համար որ լեզուն բացվի դա ուրիշ է։ Բայց երբ որ ուղղակի որպես կողքի մարդ հարց ես տալիս եւ զգում ես քեզ հայերեն չի կարող պատասխանել, դա արդեն չեմ հասկանում։ Ավելի չեմ հասկանում, երբ ունենք ռազմական ոլորտի մասնագետներ, որոնք խոսում են ռուսերեն, հայ լինելով հանդերձ։ Ոչ թե ռազմական ոլորտից են խոսում, առհասարակ խոսալիս, որտեղ հասկանում ռազմական ոլորտում շատ բառեր կան, որ ռուսերեն են կամ անգլերեն են, նորմալ է, ոնց որ ծրագրավորման մասնագիտության մեջ իմաստ չունի թարգմանել ուղղակիորեն։ Բայց երբ որ նույն դիվանագետների մեջ ունենք, ռուսախոս են իրանք։ Հրաշալի, խելացի մարդիկ են։ Բայց երբ որ դու քո լեզուն չգիտես, դու արդեն վատ դիվանագետ ես, դու արդեն քո տեսակը պահող չես, դա է ցույց տալիս, որ դու քո տեսակի կրողը չես լիարժեքորեն, դա իմ կարծիքը ընդունեք։ Ընդամենը Հայաստանից դուրս ապրող ցանկացած մարդու
գոնե թորը արդեն այլ ազգի, այլ լեզվի կրողը եւ մոռանում է 1001 ոնց որ 1001 վրացի կամ ադրբեջանցի կամ ռուս կամ պարսի չինացի կտեսնես, որ իր լեզուն չգիտի, իսկ մեր մոտ կտեսնենք 1001 ընտանիք, որ երկրորդ, երրորդ սերունդը այլ հողի վրա հայերենը պահում են։ Համաձայն Այլ ազգերը օտար տեղերում էլ իրենց լեզվով խոսում են, իսկ մենք հեշտությամբ ձուլվում ենք։ Այդ դա է մեր խնդիրը։ Պետք է տեսակը պահելը ավանդորեն փոխանցենք։ Քննադատելը հեշտ է։ Հա, քննադատենք, խնդիր չկա։ Իսկ ինչու հիրաներից չսովորենք այն, որ ոչ միայն իրենց տեսակը պահում են, ամբողջ աշխարհի մի մեծ մաս գրավող կրոն քրիստոնեության հիմքում, մուսուլմանության հիմքում իսլամի դրված է հենց իրանց իսկ էպոսը, պատմությունը։ Իսկ մենք պետք է իրանցից սովորենք, ոնց պետք է մեր էպոսը տարածենք, ճանաչենք։ Իսկ տարածելուց առաջ նախ պետք է կարդալ ու տարածել նոր։ Ամբողջ հիրաները կարում են անել, մենք պիտի իրանցից չսովորենք մերը տարածել։ Ոչ թե հիրաները տարածել է, իրանց նման մերը տարածել։ Իհարկե, բոլորից պետք է բան սովորենք։ Վերջի վերջո մեր ժամանակներում մեր հակառակորդ դաշտի ղեկավարությունը իր արած քայլերը ու մեր երկրում արվող որոշակի քայլեր չքաղաքականացնեմ ուղղակի կարող ենք չէ բան սովորել։ Ինչ չանենք հակառակորդ երկրի մասին ենք խոսում։ Վերջի վերջո դիմացին հաղթելու համար իր լեզուն շակերտավոր լեզուն լավ պետք է սովորես։ Իր լեզվով պիտի խոսաս։ Ինքը զենք ավելացն, դու 10 այդքան պետք է ավելացնես, ոչ թե կրճատես բյուջե եւ նման բաներ։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, այո, համաձայն եմ ասածներիդ հետ։ Ցավոք ուղղակի այսօրվա նորագույն գիտելիքներով թողորված որոշները եւ այս մեծ խառնաշփոթի աժոտաժի մեջ շատերը կարծում են եւ պնդում են, որ դե ազգայինս որն է, տեզերքում ամեն ինչ մի էներգիա է, մենք գնում ենք մեկացման, տարբերություն մի դրեք այս ազգի մեջ, մենք բոլորս մի տանիք ենք, բոլորս մեկ ենք, ես դեմ չեմ, այո, բոլորս մեկ ենք, նույն ձևել ջուրը եւ ձեթը նույն առարչական էներգիայով է, որ գոյություն ունի երկրի բոլորակի վրա, դե փորձեք իրանց հետ խառնել իրար, տեսեք, որ չեն խառնվում, ուղղակի ձեթը ջրից առանձնանում է իր տեսականար կշռով։ Այո, կաթից էլ կարող է ստանալ 4 տարբեր մթերքներ կամ տարատեսակ, պանիր, կարագ, ենթադրենք սմետան մածուն, բայց մեկը կարող է ուտել պանիր, որը նույն կաթնամթերքն է, բայց կաթից ունենա ալերգիա։ Ենթադրենք սովորական կաթ կամ մածուն չկարողանա ուտել։ Եկեք չխառնենք մեկը մյուսին։ Նույն ձև նավթից կարող ենք ստանալ բենզին, բայց դու քո մեքենան եթե բենզինով է, դու չես կարող այնտեղ նավթ լցնել ու քշել, ասել դու մի էներգիայից է դա այնտեղից է դուրս եկել։ Եվ այդպիսով նաև քանի որ այս նորագույն գիտելիքների հիման վրա ասում են ինչին հավատաս, այնպես կլինի, այսինքն եթե դու թուղթուգիր են արել քո վրա եւ դու չես հավատում թուղթուգրին, նա չի աշխատի քո վրա։ Ես այստեղ եմ տեսնում բացակայություն լրացման, որովհետև դա միանշանակ այդպես չի, եթե չես հավատում, դու դեռ նեյտրալ վիճակում ես եւ դու չունես համապատասխան ատրիբուտը եւ զրահաբաշխ ունը, այդ դեպքում ինչ անեմ, միայն չհավատալով դու նրան չես չեզոքացնում, որովհետև նա որոշակիորեն էներգիա է ուղղված քեզ կամ այն օբյեկտին, որի վրա կատարվում է նմանատիպ աշխատանք։ Եվ նաև անունների հետ կապված, երբ որ անունները դնում են մարդու վրա եւ ասում են դե կապ չունի ինչ անունա դրվել, այս անունն է, այն անունն է, հայկականա թե չէ, ինչ եք խորացել, կարևորը մենք ոնց ուզենք, մեր համոզմունքներով տենց կաշխատի։ Դա էլ տենց չի, ուրեմն մեր մասնագետները առաջվա հրաշալի մեկնիշները, իմաստունները հիմար էին եւ մեր չափ չէին հասկանում, ու չէին կարողանում տեսնել այդ էներգիաներն ու վիբրացիաները, իրանք ուղղակի տենց իրանց համար համոզմունքներով հորինել էին։ Լավ հասկացանք, ինչ որ կրոնի դոգմաներից ելնելով որոշները տենց էլ վարվել է եւ խեղել են ամեն ինչ, բայց խոսքը եթե լուրջ իմաստասերների մասին է, որոնք ստուգված, փաստացի ստուգված գիտելիքների արկայությամբ հրամցրել են մեզ եւ մենք շնորհակալ ենք արարչությանը, որ դա եկել հասել է մեր օրեր եւ մենք փոխարենը դա ճանաչենք, ուղղակի ուզում ենք հերքել, պղինձը ոսկու հետ շփոթել։ Ես կարծում եմ դա այդքան էլ առողջ չի Դավիթ ջան։
կխնդրեմ երկու խոսքով դրանց անդրադառնաս եւ երևի կարծում եմ այսքանով եզրափակենք մեր այսօրվա հանդիպումը։ Անունների հետ Ինչ թուղթի վերաբերում է առաջի հատվածին թուղթուբի, նման գործիք հակաս, կամ նման գործողություններ զբաղվող մարդիկ կան, բոլորս լսել ենք, ճիշտ է, բոլորս լսել ենք այդ մասին, եւ մի բան կարող եմ ասել, որ այո, այդ գաղափարն էլ կա, որ հավատաս կկպնի, ոնց որ չհավատաս ոչ մի բան չի անի, էլի այդքան կողմ չեմ, որովհետև մենակ են, որ դու իմանաս քո վրա ինչ-որ աշխատանք է կատարված, ինչքան էլ ընդունես կամ չընդունես, արդեն անհանգստություն է գալիս քո մեջ, եւ այդ էներգիան որոշակի առումով աշխատում է։ Հարցը նա ինչ մասնագետ անողը կամ շարլատան անողը, թե չէ, որը բանի մաս չի, ուղղակի փող աշխատել եւ այդ էներգիան այդքան մեծ գործ չունի, վերջ-վերջը ինչ կազմվում է այս աշխարհում, ինչ կառուցվում է, լավ թե վատ, իր էներգիա ունի, բայց հարցը նորմալ մասնագետը արել ինչ էներգիա կողվի դեպի քեզ, ինչ էներգիա չի ուղղի դեպի քեզ։ Ինչ վերաբերում է նրան, որ դու ինչքանով կկենտրոնանաս դրա վրա, հա, ինչքան քիչ կենտրոնանաս, այնքան թույլ կլինի էներգիան, բայց դա չի նշանակում, որ ոչ մի աշխատանք չի կատարվում, գուցե այդ աշխատանքը լավ է էներգիան ազդում է, լավ էլ կատարվում է, ուղղակի դու դա չես զգում, որտեղ դա խոզով փոչով չի լինում, միանգամից ազդեցություններ ամեն անգամ չի, որ թողում է նմանատիպ աշխատանքներ, հա, սև դաշտի գործիք հակազմից, հա, այնպես որ այն թյուրն բռնում է, որ իմ կարծիքով թյուրն բռնում է, որ եթե մենք էդի բանատեղ չենք դնում ինքը ոչ մի բան, այդքան էլ միանշանակ էլ չարժի նայել, հատկապես ամենավտանգավորը դա չի, որովհետև այդտեղ եթե դու ունես բարձր էներգիայի էներգետիկ դաշտ եւ գիտակցական մակարդակը որոշ առումով աճ գրանցում, այդ ժամանակ միայն դու կկարողանաս չեզոքացնել քո ներքին էներգիայով կամ ուղղակի այդ վրա ազդեցություն չի կարող ունենալ որոշ առումով։ Իսկ եթե դու ուղղակի նստած ես, ոչ մի ինքնաճանաչում, ոչ մի գիտակցական մակարդակի բարձրացմամբ չես զբաղվում, բնականաբար թուղթուգիր չէ ճանճիկը ծածնել քո վրա կազդի։ Հենց որ ամենակարևոր պաշտպանիչ միջոցը դա ինքնաճանաչման եւ գիտակցության մակարդակի բարձրացումն է։ Այդ դեպքում ամենաուժեղ գործերն էլ համեմատած եթե քո ներքին վիճակին ավելի թույլ են, չեն կարող ազդեցություն ունենալ։ Հակառակ դեպքում կունեն, դրա համար միանշանակ ասելով ընդունես կազդի, չընդունես չի ազդի, մի քիչ այդքան էլ դրան կողմնակից չեմ, կախված է քո ներսի վիճակից։ Ես ամենավտանգավորը դա չի, ամենավտանգավորն է, որ շատ տարածված ամբողջ աշխարհում, մեր հայ ընտանիքներում, գյուղերում հատկապես, որ օրինակ որդի են ամուսնացնում եւ շատ մամաներ որոշում են գնալ տվյալ մասնագետի մոտ թուղթ բերել տա, այսինքն ինչ անեն, որ իրենց որդին երջանիկ լինի կամ հարսի վրով երեխա ունենա կամ բան։ Արհեստական նման ներգործությունները հատկապես առանց համաձայնացնելու տվյալ մարդկանց հետ ում պահով որ պետք է արվի, ուղղակի չի կարելի, շատ վտանգավոր է եւ դա վտանգավոր է ոչ միայն անողի, ոչ միայն իր որդու, այլ ամբողջ մի սերնդի համար է վտանգավոր, չի կարելի, պետք չի ամենևին արհեստական ձևով ներգործություն ունենալ մարդու ճակատագրի մեջ, հատկապես երբ որ դու չգիտես հաջորդի ինչ է տեղի ունենալու, եթե ոչ քո, այլ քո թորան հետ կարա դա տեղի ունենա։ Դա կոչվում է բարի դա արհեստական ներգործություն է, տիեզերական պրոցեսներում, հա, որ արդեն շատ է եղել, որը նույն պատճառներից մեկն է հիմիկվա մեր վիճակների։ Բայց լավ, այդ հարցին այսքանով անդրադառնամ, դնենք կողքի, հա։ Ինչ վերաբերում անուններին, Սևակ ջան, նայ էլի ավանդույթների հետ կապեմ, որովհետև ավանդույթներով եկել է օրինակ մեր մոտ մի էլի ավանդույթ կոչված ձև կա, որ երեխան ծնվում է, երեխան դնում են օրինակ ծնողի անունով, շատ լավ ավանդույթ, հա, օրինակ, բայց եթե ծնողի անունով ես դնում այն գաղափարով, որ երեխուս դնեմ ծնողիս անունով, որ հիշեմ իմ ծնողին հավիտյան,
ուրեմն պետք է չդնել հետերով անունը այդ անունով, որովհետև ծնողի պետք է ծնողին հիշել ծնողի իսկ ապրած կյանքի կամ գործերի համար, ոչ թե երեխան լինի ծնողին հիշացնող գործիք որպես, այնինչ ամեն մարդ ունի իր առանձին գնալիք ճանապարհը եւ պետք չի կապել մի ուրիշ մեկի հետ եւ կամ մահացած ծնողի անունով են դնում հիշատակի համար, չի կարելի նորածնին որպես ընդունել որպես մահացածի հիշատակ, հա, անունը դնել մահացածի անունով, որպես որ հիշացնի անդադ այդ մահացած ծնողին։ Եթե քո ծնողը այնքան քո համար բարձր կյանք չի ապրել, որ դու իր գործերը հիշես, ուրեմն պետք է չի, որ այդ երեխան դառնա գործիք հիշողությունը ապահովելու համար։ Ինչ վերաբերում է, եթե ծնողի անունը կամ ձեր ընտրած անունը շատ լավ անուն է, շատ եք սիրում, դրա համար եք դրել, հրաշալի է, դրեք, ինչու ոչ։ Եվ այդպես, բայց մի ուրիշ տենդենս կա, օրինակ, մեր ժամանակներում, չգիտեմ ինչի համար խուսափում են հայկական ծագումով անուններ դնելուց եւ փորձում են ավելի եվրոպական ծագումով անուններ, որին ոչ մի անգամ դեմ չեմ, բայց էլի տեսակը պահելու խնդիր էլ կա։ Բացի դա մի ուրիշ բան կա, օրինակ նույն Արա անունը, որը մեր ազգի մեջ վիրավորանքի է վերածվել եւ ամենահայկական անունն է, նույն Արա շատ անունների հիմքում անկած, Արամաս, Արայիկ, Արտավազդ, մի խոսքով, բայց այդ արարչական բառը, արարչական անունը մեր մոտ հնչում է որպես վիրավորանք կամ նույն հենց Արա անունը, բայց իրար դիմելուց Արայով մինչև դանակահարության են հասնում։ Գիտես, Սևակ ջան, ինչպես լեզուների մասին խոսեցին, նույնիսկ անունները շատ կարևոր բաներ են տեսակ պահելու համար։ Հիսուսի կերպարը քննադատելուց առաջ մի հատ բոլոր այդ մարդիկ չեն ճանաչում ասողներին, բայց թող նայեն իրենց ընտանիքի անունները, ինչպիսի անուններ են, գուցեև մի մասը դուրս գա հրացին անուններ լինեն, իսկ ինչու ոչ, թող մի հատ այդ մասին մտածեն։ Կամ հետաքրքիր մի բան, մկրտության ժամանակ հիմնականում դրվում են երկրորդ անուններ, ու ընտրվում է հիմնականում հին Աստվածաշնչից, որը մերը չի, չեմ քննադատում, բայց այդտեղ ես ինքս խնդիր եմ տեսնում։ Սառան, որը օրինակ վերջերս մկրտության կողքից ներկա եղավ, աշխատանքի բերումով, տաճարի ներսում, կնքեցին երեխան եւ աղջիկ երեխայի անուն դրեցին Սառան։ Հերական սիրուն անուն է, բայց նույն Սառան ինքը նույն հերական պատմության մեջ ինչքան է սրբացվում, ամենայն դեպս առողջ կերպար չի ներկայացված։ Ուղղակի իրական դաշտում Ջեգոյի կրող կերպարները ավելի սրբացման արժանի կերպարներ են լինում, էլի։ Իսկ մեր էպոսի մեջ Սառան ինքը միակ օտարածին էակն է, որը ուզում է գայթակղության հասցնի Դավթին, որ Դավթի հորեղբոր կինն է հանդիսանում, ասում է գայթակղան, որ մեղավորանա Դավիթ, որ մեղավորնա, պատկերացնում ես, այսինքն մեղք գործի Դավիթ, Դավիթ աչքերը փակելով ասում է չտեսավ, չնայեց Սառայի մարմնին, հա, լեշերին, այսպես է գրված, բարբառային, ասում է, որից հետո Սառան ասում է, դե որ այդպես է, անենց անը, որ Դավիթ ոնց որ տուժ է, էլի, ու իր ամուսնունը համոզում պատումներից մեկում ուրիշ ասում ամենայն դեպս արքայածին Դավթին դարձնում են հովիվ, իսկ հերաների էպոսի մեջ ինչա հովիվ Դավթին են դարձնում արքա, շատ հետաքրքրական է, իրանք առասակ իրանները հայլային իրանց ողջ էպոսի մեջ շատ հայլային դրվագներ կան, իրանք մեր էպոսին բավականին լավ ծանոթ եղել են մինչ իրանց կազմակերպել։ Այո, նման խնդիրներ կան Սևակ ջան անունների հետ կապված, նաև շատ պարզ մի օրինակ էլ բերեմ, նախ հնում անուններ սովորական անուններ չեն դրվում, ամեն անուն ունեցել է իր նշանակությունը, իմ անունների գրքեր կան, որ ամեն անուն իր նշանակությունը կարող ես գտնել, որ շաղաբաղումներով էլ իհարկե, բայց ոնց էր դրվում, հաշվարկում էր մարդու ծննդյան օրը, ամսաթիվը, տարեթիվը, համաստեղությունները, համապատասխան մոլորակների, վիբրացիաների համապատասխան տառերն էր ընտրվում եւ այդ տառերով կազմում էր նոր անուն,
Մեզ հայտնի անունները բոլորը հին անունները նման ծագում ունեն։ Բայց հիմա անուն դնելուց այդ մասին նախ այդ գիտելիքը մեռած գիտելիք համարվում, երկրորդը գոնե լավ հին մեր անուններից չեմ ասում, արդեն ծիծաղալու աստիճանի հասած որոշակի անուններ կան, բայց հրաշալի անուններ ունենք, որոնք կարան տրվեն երեխաներին եւ այդ տեսակ եւ այդ էներգիան փոխանցվի, որտեվ շատ բարձր էներգիա կարող անուններ կան մեր հայերեն շատ ուժը։ Իսկ եթե հարցը ինչ անուն, ինչ էներգիա պիտի փոխանցվի, կբերեմ նույն Ստալինի օրինակը, երբ որ բոլորը չգիտեմ ով էլ չգիտի, ասեմ որ Ստալինի անունը դա իր անունը չի, Ստալին անունը Յոսիֆ Ստալին այդ անունազգաունը Գյուրջիևի հաշվարկներով ա դրվել, երբ ուսանող էին եւ Գյուրջիևի խնդրում է Ստալինը Ջուգաշվիլի, հա, եթե չեմ սխալվում Ստալինի իսկական անունը, ու եթե չեմ սխալվում Գյուրջիևը ոչ միայն անունը, նաեւ ծննդյան թվերն է փոխել տալիս բոլոր փաստաթղթերում եւ դնում է Ստալին, եւ Ստալինի կյանքը 140 աստիճան շրջվում է եւ ինքը դառնում է այն Ստալինը, որի մասին բոլորս գիտենք եւ որից ամբողջ աշխարհն էր դողում։ Այդքան մարդու վրա կարա ազդի իր անունը, ծննդյան թիվը եւ նույնիսկ փոփոխությունը, փոփոխելն է ազդում մարդու վրա։ Այստեղ շատ անգամ կնքում են անուն Սևակ ջան, բայց ասում են կրճատ ասել, դա էլ ճիշտ չի։ Կրճատումներով քաղցրացնելով են դիմում ու ամբողջ կյանքում հետո դա դառնում է մականուն, հետո էլ ասում ենք մի խոսքով այդ մարդու այսպես ավելի չխմանրանալու համար ասեմ, եթե այդ մարդու անունը դիմվի ինձ ոնց որ դրվել է, որը ճիշտ կլինի, այլ ընթացք կունենա, հարցը լավ ու վատը չի, բայց եթե կրճատում ես իր տվյալ մարդու անունը, արդեն դու կրճատում ես նաև որոշակի խնդիր, որոշակի բաներ, կամ երբ որ քաղցրացնելով իկերես ավելացնում, այդ մարդուն պահում ես մինչև հասուն տարիքներ եւ գումարած, ինքը մնում է դեռ մանկական ինքնահաստատման գաղափարների մեջ։ Թող մնացած արդյունք իրենց վրա կարողանան աշխատել, եթե ոչ ամեն անգամ միշտ կմնան այդ անվան լծի տակ, ուրեմն իրենք չեն կարող որոշակիորեն աճել, իրենք իրենց վրա աշխատեն։ Ուղղակի դա նաև շրջապատի վրա էլ ազդում, Սևակ ջան։ Շատ բարի Դավիթ ջան, շնորհակալ եմ այսօրվա եթերի համար, շատ հետաքրքիր էր եւ կարծում եմ մեր դիտորդների նույնպես հետաքրքիր եւ օգտակար կլինի։ Ուրախ եմ, որ այսօր էլ հարիթ ունեցանք նորից զրուցելու, շնորհակալ եմ քո հյուրընկալման համար։ Հետագայում կրկին հետաքրքիր թեմաներով կարծում եմ առաջիկ ամոք առիթներ կունենանք հանդիպելու։ Փոխադարձ շնորհակալ եմ Սևակ ջան։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, ամենայն բարիք եւ խաղաղություն բոլորիս, լավ լինենք, կհանդիպենք։ Այո, հաջողություն։